Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման, նաեւ գրքի տոնին ընթառաջ եւս մեկ հետաքրքիր թեմա՝ գրադարանների թվային զարգացում, ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում։ Վերջին 5 տարիներին 3 մարզերից 45 գրադարաններ, Լոռու 14, Սյունիքի 15 եւ Կոտայքի 16 գրադարաններ ներգրավվել են տեխնիկական եւ ծրագրային վերազինման գործընթացներում։ Նախագծերն իրականացվել են եւ շարունակվում են միջազգային գործընկերների ինտերնետ հասարակության հիմնադրամի ինտերնետ հանրություն համաշխարհային կառույցի աջակցությամբ։ Ինչ ասել է այս ամենը, կներկայացնեն մեր այսօրվա հյուրերը։ Իսկ մեր տաղավարում այսօր սիրով հյուրընկալել ենք ինտերնետ հասարակության Հայաստան հատված հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Վեսմիրը Հարությունյանին, ինտերնետ հասարակության Հայաստան հատված հասարակական կազմակերպության գրադարանների թվային զարգացում, ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում ծրագրի համակարգող Տիգրան Զարգարյանին։ Բարի լույս։ Բարի լույս, ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհավորում ենք գրքի տոնի կապակցությամբ եւ խոսենք հասարակական կազմակերպության գործունեության մասին, որտեղից է եկել, հիմքի ակունքներուն ինչ գործունեություն է ծավալել։ Մի քանի տարի արդեն զգալի աշխատանք եք կատարել Երևանում, մարզերում, այն էլ 21-րդ դարին համահունչ աշխատանք։ Այո, սիրով ներկայացնեմ, ինտերնետ հասարակություն Հայաստան հատվածը հիմնադրվել է 2018 թվականին։ Մենք հանդիսանում ենք, ինչպես դուք նշեցիք, համաշխարհային ինտերնետ հասարակության հայաստանյան հատվածը։ Մեր այդ գործընկերը հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ իր նպատակն է նպաստել ինտերնետի տարածման ու զարգացմանը, ու այն աշխարհի տարբեր հատվածներում ունի մոտ 150-ից ավելի հատվածներ, որոնք արդեն տեղայնացված են իրականացնում այդ գործառույթը, լիովին կիսելով իրենց տեսլականը, մոտեցումները, այսինքն իրենց նպատակը այն է, որ յուրաքանչյուր մարդ այս դարում պետք է հասանելիություն ունենա համացանցին, ինչպես նաև պետք է նաև որոշակի գրագիտության տիրապետի, որպեսզի համացանցում նավարկի անվտանգ։ Եվ մենք նույնպես Հայաստանում հանդիսանալով իրենց հատվածը եւ իրենց աջակցությամբ իրականացնում ենք տարբեր ծրագրեր, կրթական աջակցության ծրագրեր, գրադարանների թվայնացման ծրագիրը մեր աջակցության ծրագրերի շարքից է, նաեւ ունենք կրթական, որոնց շրջանակներում կրթում ենք տարբեր տարիքային խմբերի մարդկանց, աշակերտների, ուսուցիչների, անգամ տարեցների խմբեր ունենք։ Բազմավեկտոր աշխատանք։ Այո, տարեցների խմբեր ունենք, ովքեր որ մեծ սիրով հաճախում են երբ որ իրենք սկզբից գալիս են, իրականում իրենք ոչինչ չեն իմանում համացանցից, անգամ վախեր ունեն օգտվելուց, եւ վերջում երբ ամփոփում ենք, իրենք արդեն ամեն ինչ կարողանում են ինքնուրույն անել առանց որևէ մեկի օգնության։ Դա շատ կարեւորում ենք։ Անդրադառնամ գրադարանների ծրագրին, արդեն 5 տարի է ինչ իրականացնում ենք այդ ծրագրերը։ Փորձում ենք գրադարանների նոր շունչ հաղորդել եւ այն վերածել ինտերնետ հասանելիության կենտրոնների, ինչու, որովհետեւ նախորդ խոսքումս նշել էի, որ հասանելիությունը համացանցին շատ կարևոր է եւ պետք է անել ամեն ինչ, որպեսզի մարզերում ապրող բնակիչները, ովքեր ունեն շատ հեքիչ համեմատություն մեր քաղաքի բնակիչների սահմանափակ կարողություններ, հնարավոր է որ լինեն ընտանիքներ, ովքեր որ վճարունակ չեն, պարզապես իրենք իմանում են, որ իրենց գրադարաններում, կենտրոններում կան անվճար համացանց, այդ ծրագրի շրջանակներում մենք իրենց գրադարանները վերազինում ենք համակարգիչներով, Wi-Fi երթուղիչներով, գրադարանների կառավարման թվային համակարգով ենք ներբեռնում համակարգիչները եւ մեր մասնագետները վերապատրաստում են իրենց աշխատակիցներին։ Արդյունքում գրադարանը արդեն կարող է դիտարկվել ոչ միայն որպես գրապահոց, այլ նաեւ կրթամշակութային կենտրոն, որտեղ շահառուները, այցելուները կարող են գալ եւ օգտվել թվային ծառայություններից, հա, օրինակ կապ հաստատեն իրենց հեռավոր երկրում գտնվող բարեկամների հետ կամ օրինակ ինչ որ գիրք են ցանկանում ընթերցել, բայց այդ գիրքը գրադարանում չկա, այո, հարթակ է, որտեղ այդ հանրությունը կարող է գալ, հավաքվել, շփվել, նաև գրքեր կան, որ արկա չեն գրադարաններում, թվային այդ տիրույթում կարող են գտնել եւ ընթերցել։ Պարոն Զարգարյան, այս տարիների ընթացքում ինչպիսին է եղել աշխարհագրությունը։ Կխնդրեի հեռավոր մարզերից սկսենք։ Հենց հեռավոր մարզերից էլ մենք սկսել ենք վերջին նախագիծը, որ դասընթացներն արեցինք, դա Սյունիքն էր ծածկում, Սյունիքի մարզը, եւ Գորիսում հավաքեցինք Սյունիքի
գրադարանային ծածկույթը ապահովեցինք, իրենք ծանոթացրեցինք թե տեղեկատվական անվտանգության հիմունքների հետ, ներկայացրեցին գրադարանների թվայնացման, ավտոմատացման տարբեր համակարգեր եւ իրենց առջև դրեցինք խնդիրներ, որ գիտեք դուք ստանում եք համակարգիչներ, դուք ստանում եք ծրագրային ապահովում եւ պետք է արդեն շարունակեք այդ գործառույթը, այնինչ որ Երևանյան գրադարաններում են իրականացվում, այնինչ որ իրականացվում են այլ երկրների գրադարաններում, դուք նույնպես պետք է մասնակից լինեք այդ աշխատանքներին։ Ուրախությամբ ցանկանում եմ փաստել, որ Սյունիքի գրադարանավարները հաճույքով միացան այս նախագծին։ Շատ լավ աշխատանք են կատարում, մենք էլ վերահսկում ենք աշխատանքը եւ հուսանք, որ քայլ-քայլ կգնանք առաջ, մյուս մարզերը եւս կներգրավեն։ Այնպես որ սկսել ենք ամենահեռավոր մարզից, ռազմավարական նշանակություն ունի, մենք էլ ենք կարևորում դա եւ կարևորում ենք գրադարանների դերակատարությունը, այնպես որ գնում ենք առաջ։ Ինչպիսի հետադարձ կապ եք օրինակ 5 տարիների ընթացքում ստացել կամ ինչ խնդիրներ կան, որոնք վեր են հառնվել։ Նայեք, իրականում մենք արդեն այն իրականացրել ենք Կոտայքի մարզում, Լոռու մարզում, բայց այնպես չէ, որ մենք իրականացրել ենք եւ վերջացրել ենք այդ ամենը։ Չէ, մենք բարբերաբար իրենց հետ կապի մեջ ենք լինում։ Լինում են դեպքեր, երբ առաջանում են տեխնիկական կամ ինչ-որ ծրագրային խնդիրներ, իրենք կապի մեջ են լինում, մեր մասնագետները անմիջապես այդ ամեն ինչը շտկում են։ Այնպես չէ, որ ստեյցիոն ենք ասել եւ վերջ։ Այնպես է ստացվում, որ վերջին շրջանում հատկապես լինի առողջապահական համակարգ, թոշակներն են, կենսաթոշակները, տարեցները հաճախ են բախում, այսպես մենք ինտերնետ գրագիտություն չունենք, չենք պատկերացնում, ախր արել եք, կոչվում է լավ բան եք արել, բայց մենք ավելի ենք խճճվում։ Այս տեսանկյունից կարծեք թե ձեր ծրագիրը ձեռք է մեկնում, նշեցիք, որ տարեցների են նաև աջակցում։ Դա շատ արդյունավետ ծրագիր է, մենք արդեն մի քանի խումբ տարեցների ունեցել ենք, իրենք շատ պատրաստական, այսպես աշակերտների նման հաճախում են, մասնակցում են ու երբ որ ամփոփում ենք արդեն այդ ծրագրի ավարտը, ինչպես նշեցի, իրենք վախեր ունեն։ Նախ եւ առաջ պետք է այդ վախերը հաղթահարեն ու արդյունքում մենք տեսնում ենք, որ իրենք արդեն առանց որևէ մեկի օգնության կարող են ցանկացած հավելված ներբեռնել, հետևել տրանսպորտի շարժին, կոմունալ վճարումներ իրականացնել, որը յուրաքանչյուր մարդ այսօր պետք է իմանա, այդ բազային գիտելիքները իրենք պետք է ունենան։ Օգտագործելու մեր հարթակը կխնդրեի տեղեկացնեք, ինչպես են ձեզ օրինակ դիմելու, ընդգրկվելու։ Մենք տարբեր կազմակերպությունների հետ ենք համագործակցում իրականում, որոնց շահառուները հենց տարեցներն են, իրենց միջոցով ենք ներգրավում, նաև տարբեր կազմակերպությունների հետ, ովքեր որ նաև մեր գործընկերներն են, իրենք հայտարարություններ են տարածում, մեր կայքի միջոցով ենք հայտարարություն տարածում, ցանկացողներ լինում են, անգամ խմբերը համալրվում են, մասնակիցները լինում են ավելի շատ, քան նախատեսում ենք, մենք իրենց այսպես մեր պահում ենք տվյալները, այնուհետև երբ արդեն նոր մեկնարկ է լինում, իրենց ներգրավում ենք սիրով։ Իրենք սիրով մասնակցում են։ Հրաշալի։ Տեսեք, մենք ասում ենք, որ գրադարանները դրանք համայնքային կենտրոններ պետք է դառնան։ Այս դասընթացները հենց դրան էլ միտված են, որովհետև գրադարանավարները իրենք էլ են անցնում տեղեկատվական գրագիտության դասընթացներ։ Հետո իրենք արդեն կդառնան այն դասախոսները, որ մարզի կամ իրենց համայնքի տարեցներին կհրավիրեն, դասընթացներ կանեն եւ իրեն ձեռք բերած գիտելիքը կփոխանցեն։ Շղթայական է, այնպես որ հա, կապը կա։ Մենք գրադարանավար եւ համայնքի բնակիչ այդ կապը շատ լավ աշխատում է։ Այսօր ցավոք գրադարանները փակվում են, միաձուլվում են, ինչ որ դպրոցներին են միանում, ինչը շատ ցավալի է։ Այս կերպ մենք փորձում ենք նոր շունչ հաղորդել, որպեսզի այցելուները ավելի շատանան ու իրականում այցելուները ավելի են շատանում, երբ մենք մոնիտորինգ ենք անում, մենք հասկանում ենք, որ նաև համացանցի հասանելիության համար են հաճախում գրադարան ու ինչու ոչ նաև ընթերցում են այնտեղ։ Այո, ես օրինակ ուսանողական տարիներին բախվել եմ խնդրի, երբ որ համավարակի շրջաներ լրագրության ֆակուլտետի 3-րդ կուրս մասնագիտական առարկաներից ավելի վեր արտասահմանյան գրականության առարկաներ։ Դե համավարակ է, ես Կոտայքի մարզից եմ, ինչպես գնանք եւ ես առաջին անգամ հասկացա, ինչ մեծ խնդիր կա անգամ դասական գրականության թվայնացման, որ օրինակ, չգիտեմ, Դոստոևսկի չկա։ Թվային, հայալեզու թվային համակարգ, որ դու նստես օրինակ ընթերցես համավարակի շրջանում եւ պատրաստվես քննություններին, օրինակ այդ խնդիրը կա։ Այս ծրագիրը լուծում է նման օրինակ խնդիրները գրադարանների, թե օրինակ որոշակի գրականություն կա, որ թվայնացվում է, թե ինքը ավելի մասշտաբային է վերցնվում։
իրականում այդ գրքերը մուտքագրվում են, պարզապես սպասարկումն է թվային դառնում, գրքերի ելքերը, մուտքերը, որոնումները ավելի են հեշտացվում, բայց թվայնացման մասով կարծում եմ պարոն Զարգարյանը ավելի հստակ կներկայացնի։ Տեսեք, իրականում տեղում ստեղծվում են էլեկտրոնային քարտարաններ։ Թվայնացում ինքը բավականին աշխատատար աշխատանք է եւ Երևանում մի շարք խոշոր գրադարաններ այդ աշխատանքներում ներառված են։ Հիմա ընդամենը տեղային քարտարանից հողում է գնում դեպի թվայնացված նյութը եւ տեղի բնակիչը արդեն կարող է առնվազն հասկանում են որտեղից քննրեն, որտեղ չգնան, այստեղ այնտեղ 4-րդ գրադարան, այսինքն բազակա։ Համագործակցում ենք այստեղ Երևանյան ներուժը, մարզերի տեխնիկական զինվածությունը կապում ենք իրար եւ Երբ խոսում եմ միջազգային ցանց եք դուք ներկայացնում եք հայաստանյան կառույցը, ինչպիսի համագործակցության մասին է խոսքը։ Դուք հրաշալի տիրապետում եք, ցանկանայինք նաև հեռուստադիտողը հասկանա ինչի մասին է խոսքը։ Հետ համագործակցությունը ինչ է ենթադրում։ Այո, իրենք հանդիսանում են մեր, այսպես ասած, աջակիցները, իրենց դրամաշնորհի միջոցով մենք իրականացնում ենք այդ ծրագրերը։ Մենք մի փոքր, այսպես ասած, ուսումնասիրություններ ենք իրականացնում, փորձում ենք հասկանալ գրադարանների հնարավորությունները, պահանջները, ինչու ոչ նաև ցանկությունները ու ծրագիրը ներկայացնում ենք, իրենք հաստատում են, դրամաշնորհը տրամադրվում է, իրականացնում ենք, այնուհետև ամբողջ ռիփորթը իրենց ամբողջական ներկայացվում է։ Իրենք անգամ դեպքեր են եղել, կոնկրետ Լոռի մարզը երբ իրականացրել էինք, այնտեղ ինտերնետ հասարակության հիմնադրամի ներկայացուցիչները եկել էին Հայաստան, շրջել էին այդ բոլոր գրադարաններով եւ ծանոթացել են արդյունքներին, թե ինչպիսի առաջընթաց կա, ինչպիսի հաջողություններ են գրանցվել ծրագրի շրջանակներում։ Ինչ հրաշալի։ Ինչ նախագծեր կան 2026-ին, որ մի փոքր նախագծերը շատ են, կապված թե կրթական, թե աջակցության ծրագրերի հետ, նաև մենք համագործակցում ենք Կույրերի կենտրոնի հետ, փորձում ենք իրենց աջակցել, իրենց համար համակարգչային կենտրոն ենք վերազինել, համակարգիչներ ենք էլի տրամադրել, մի խոսքով փորձում ենք անել ամեն ինչ, այո, տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ ենք համագործակցում, իրենց այդ կենտրոնը փորձում ենք ավելի հարմարավետ դարձնել իրենց համար նմանատիպ ծրագրեր։ Ձեր ծրագրին հաջող ընթացք ենք ցանկանում։ Շատ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ ենք։ Իսկ մենք շարունակենք մնալ Կենտրոն հեռուստաընկերության եթերում, սպասելով մեր հաջորդ հյուրերին։ Իսկ հիմա գովազդ։